Ձեր ուշադրության ենք ներկայացնեմ լուսացույցների նոր տեսականին, որը նախատեսված է կոնկրետ այս պլատֆորմում տեղաձև խաչմերուկներում անվտանգ երթևեկություն ապահովելու համար, որը ունի կազմակերպման եռատակտ ձև։ Այսինքն ունի գլխավոր ուղղություն, որ հիմա գլխավոր ուղղությունը ընդհանուր փակ է եւ այս ժամանակ աշխատում է դեպի ելք տեղաձևի մյուս ուղղությունից։ Ինչպես երևում է, մեր մոտ տեղաձևի դուրս գալող խաչմերուկի հատվածը անընդհատ կանաչը բաց է նախազգուշացնող զիջիչ ճանապարհը նշանով, որ հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցը ավելորդ տեղը չկանգնի։ Հակառակ ուղղությունը գլխավոր ուղղության, որը բաղկացած է նորից աջ մուտք դեպի տեղաձև խաչմերուկ կանաչ թարտող եւ զիջիչ ճանապարհը բաց նշանով եւ ինքը ապահովում է երթևեկությունը առանց խանգարելու։ Եվ ամենակարևոր պայմաններից մեկը որ տեղաձև խաչմերուկների համար ձախ ազդանշանների բացման ժամանակ կանաչ սլակը թույլ է տալու երթևեկությունը, որպեսզի վարորդներին չգցի թյուրիմացության մեջ, եթե չկա կարմիր երիզով սլակ, որը ցույց է տալիս արգելանք դեպի ձախ։ Կոնկրետ այս պարագայում երկու ձախերը, որը իրար հայելայնով միացրած է, փակ են։ Վարորդը տեսնելով, որ չկա կարմիր ընդհանուր ազդանշանը, ուղիղ ուղղությամբ ճանապարհը բաց է, բայց ձախ սեկցիան գլխավորի եւ հայելայնի վրա նշմարված է աջ արգելող սլակով, ձախ արգելող սլակով։ Հիմա բացվեց ձախ ուղղությունը 22-23 վայրկյանից միացրեց դեպի տեղաձև խաչմերուկի ուղիղ մուտքը գլխավորից։ Երբ որ ժամանակը կլրանա, ինչպես տեսնում եք, վայրկյանաչափը հետ հաշվարկը արեց, տվեց 3-հատ թարտող ազդանշանը եւ փակեց գլխավոր ուղղությունը եւ փակեց ձախ շրջադարձը։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ գլխավոր ուղղության կարմիրը եւ ձախ սլակը կարմիր երիզով չի թույլատրում երթևեկությունը։ Լրանալով գլխավոր ճանապարհի ժամանակահատվածը գլխավոր ուղղության կարմիրը անջատվեց եւ միացավ ուղիղ երթևեկությունը ազդարարող ճանապարհ, բայց ձախ ուղղությունը, ինչպես տեսնում եք, նորից փակ է եւ վարորդները ստիպված պետք է կանգեն այնքան ժամանակ, մինչեւ ձախ սեկցիայի կանաչ սլակը առաջանա, փոխարինելով արգելափակող կարմիր սլակին։ Խնդրեմ, արդեն մենք ունեցանք թույլտվությունը։ Այսպիսով, 3 հիմնական ուղղություններն են ուղիղ, նրանից հետո ուղիղ ձախ, հակառակ ուղղությամբ աջը միշտ բաց եւ ուղիղ եւ տեղաձեի ելքից միջին ճանապարհով, ինչպես տեսնում եք, ունենք աջ, անընդհատ բաց ազդանշան, զիջիչ ճանապարհով եւ ազատ ելք դեպի ձախ։ Հիմա գլխավոր ճանապարհի մուտքը տեղաձև խաչմերուկի միջին կետից բաց է։ Այսինքն բոլոր ուղղություններով արգելափակված են եւ ազատ երթևեկություն տեղաձևի միջանկյալ ուղղությունից դեպի։ Հիմա փակվեց տեղաձև խաչմերուկի միջանկյալ ուղղությունը դեպի ձախ եւ աճը մնաց բաց։ Եթե տրանսպորտային միջոցները
չեն խանգարի աճ ընթացող տրանսպորտային միջոցին, նրանք հանգիստ կանցնեն չծախսելով ավելորդ ժամանակ, ավելորդ չեն կեղտոդի մթնոլորտը եւ ուրախ կապրեն։ Այսքանը